Արզականցյանի մասով հարց ունեի, որ ինքը ոնց շատ ծանր է տանում այդ նմանակումները, բաները, էլի քո հետ։ Սովորաբար, բայց քոնը ոնց որ նորմալ է։ Հիմա ասեմ։ Вообще ժողովրդի մեջ ընդունված է այդ նմանակումների ժամանակ ասեն։ Չես վախում, գործ չունես, չէ, հայավարիս։ Ով ինչ մտածում է, ով ինչ կարում է, ասում է։ Այդ ժամանակ, որ շատ է Արզականցյանի նմանակում, ամեն օր գրում էին, հիմա էլ այս շլդիկի համար են գրում։ Գործ չունես, հեսա քեզի բռնելու են տանը։ Հեսա մեր մոտ է գրել են Բելարուս չգնաս հանգած։ Ահա, էդի ամեն օր գրում են ինձ, ժողովուրդ ջան, լավ բաներ գրեք, հա, էդի որ 37 տարեկան տղա եմ, ես էլ եմ էդի հասկանում, շատ շնորհակալ եմ, որ անհանգստանում եք, բայց պետք չի այդ վախը այնքան է մտել մեր մեջ, ամեն ինչից վախում ենք, քնից ելնում վախում ենք, քնում ենք վախում ենք։ Արամ ջան, ես մեռնեմ, թե մտածում եմ, որ նմանակման մեջ վատ բան կա։ Վարդան Պետրոսյանի գիտես ինչն է ես սիրում, որ նմանակում էր տարբեր մարդկանց Սամվել Բաղդասարյան, Սամվել Բաղդասարյանի, գիտես ոնց էի սիրում, ու ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսել, այսինքն ես միշտ զարմացել եմ ինչն է մարդկանց ստիպում նեղվել, որ իրաց նմանակում։ Հիմա Արզականցյանի մասով ինձ անընդհատ ասում էին գործ չունես, չգիտեմ ինչ բան, ամեն ինչ լեգենդներ էին հորինում ու ինձ պատմում, բայց ես անում էի, բայց ես զգում էի այնքան թեթև, ոնց ասեմ, ինքը իր նմանակում ինձ լիքը հաջողություն բերեց։ Թեթև հանգիստ մարդ է, հետը շփվել եմ։ Տեսան, դաժե եկերակո հետ բանը արել։ Հյուրասեր, խոսքի ինչ հարցով դիմել եմ, խոսքի ասել եմ մի հատ նկարվենք, մի հատ էս անենք, այն անենք, չի մերժ այդ մարդը։ Խոսքի իրան նմանակել եմ, ինքը տարել է մեզ, հարգել է, պատվել է, խոսքի ինձ իմ հետևորդներից մի 10-20 հոգու, խոսքի նորմալ վերաբերմունք։ Իսկ առասարակ որևէ մեկի դու խնդիր ունեցել ես։ Չէ։ Նոր նմանակես, զանգեն ասեն աղբերս նենց արա մեզ էլ չնմանակես բան։ Բայց դրա մեջ չէ։ Էդի գիտես։ Բայց մտից բացատրի, օրինակ քո կարծիքը։ Դե բրատ, նայած ոնց ես նմանակում։ Գիտես ով կարա այդպես։ Նայած ոնց ես նմանակում։ Չէ, հա, բայց գիտես այդ ձև բանով կարա։ Խոսքի TikTok-ի մակարդակը կարա։ Խոսքի TikTok-ում կարող մեկը ունենա արդեն 10,000 հետևորդ, ու ինքը լինի գիժ, 1000 ներողություն։ Դու իրան ուզենես մի հատ մեսեջ տաս, ինքը զանգի ասի ինձի չնմանակես, դու լսես դու խոսքի դու ով ես էլի։ Չգիտես եմ հարցնում, որովհետև դե միշտ այդ հումորի հանդեպ, կատակի հանդեպ եղել է, չէ, տարբեր վերաբերմունք, նաև իհարկե կատակը ինչ է իրանից ներկայացրել, որքանով չի եղել այդտեղ արժանապատվությանը կպնող կտոր, բայց ես Արզականցյանի համար ինչ ենք հարցնում, որովհետև մեզ մոտ հյուր եկավ Արզականցյանը, ինքը խորը տենց վիրավորված էր, մենք առացարակ չգիտեինք այդ իրանց բազարի մասին, խորը վիրավորված էր, մեկ ուրիշ հումորիստից, մեկ հայտնի տենց հումորիստի, մեր լսարանը գիտի տենց որ բանը Հովհաննես Դավթյանի այդ բանից, եկավ ստեղ որակումներ տվեց Հովհաննես Դավթյանին, ընդեղից Հովհաննես Դավթյանը սկսեց իրան որակումներ տալ, նաև չգիտես ինչի մեր հարթակին մենք հետը կապվեցինք, պիտի իրան տեսնեինք, որ բացատրեինք, որ հարթակին որակում տալը նորմալ չի, հետո մեզ նստացրեցին չկարացանք, էական չի այդ պատմության մեր մասը, բայց փաստորեն, օրինակ քեզանից չի նեղացել, ինչ որ այլ մեկից անունն էլ էական չի, նեղացել է։ Հիմա ըստ քեզ դա կոնտենտի մատուցման ինչ որ մի հատ գծերի արդեն բան է, այսինքն ինչ որ գիծ կա, որը որ եթե դու հատում ես մարդուն արդեն ինքնասիրությանն է սկսում կապնել, թե օրինակ չգիտեմ, քո արածը ինքը զուտ էսթետիկ առումով է հավանում են, մյուսինը չի հավանում, որն է, էլի ստեղ այդ գիծը։ Ես բոլորի գործն էլ շատ հարգում եմ, բոլորի, բայց իրանց գործը ընդհանրապես չեմ ուզում ոչ վերցնեմ, ոչ դնեմ, իմ մասով եմ ասում, ես ի սկզբանե նմանակման իմ շեշտը միշտ եղել է, սենց սկսել է, իրանց բառերով, խոսքի օրինակի համար երրորդ նախագահն ասում է ժամանակը կգա կխոսենք, ժամանակը կգա կխոսեմ, չէ, ես այդտեղ այդ բառն եմ վերցնում, մի քիչ բան ավելացնում, դառնում է հումոր, եթե նորմալ ընդունվում է, հետո ես մտածում եմ կարելի է ավել բան տալ, թե չէ, նույնը Արզականցյանին է, մի այդ որ ասացի իրար այդ վիդեո նկարենք, ուրեմն վիդեոն նկարում ենք, մեծ հետաքրքիր բան պատմեմ, ասացի դե վсё, պարոն Արզականցյան, սկսում ենք, նկարում ենք, ասացի սիրելի հայրենակիցի բարեկամներ, խնդաց սենց արեց, այդ տղա հայրենակիցի բարեկամը ո՞րն է, հայրենակիցի բարեկամը ո՞րն է ու խնդում է, դե շատ հետաքրքիր պատմում, օրինակ իրանց տանը ասեց իրա
մտերիմներից էր, չգիտեմ, բարեկամներից էր, ասել շատ եմ սիրում, որ իրան նմանակում եք, դուք եք ամենալավը նմանակում։ Հա թողանի, ուզում է թողանի, ինչ եղերա։ Խոսքի արա, ցած բան, բայց խոսքի չի եղել, որ խոսքի ասի գիտես ինչ կամ մի արա կամ չգիտե։ Կարող է, հա, ասած լինի բան են տեսել, ճիշտ են տեսել, ասեմ չէ, սխալ են տեսել, չէ։ Ես բացառվում եմ։ Հասկացա։ Ու այսքան ժամանակ Փառք Աստծո չի եղել, չեմ հանդիպել։ Ըլլում են մարդիկ, ոչ թե խոսքի դու կզանգես կասես իմ ձևերը մի արա, այլ իր տեղը կարող է ուրիշ մեկը ուրիշը ներանայանի ուզենա լավություն անի կամ հա էլի զանգի Հետո է ծախում են, Պետք է իրականում այդ նույնն էլ մեր մոտ, այլ մենք էլ մեկի մասին կարող է խոսանք, այդ մարդը չեմ ասում էլի նրան տուն մասին նենց բան ենք ասում, որ ակնհայտ է որ նեղանում են, բայց ով որ ինչ որ կողքից լսեն, ասեն աղբեր կարող է տենց բան, այդ որ բացատրում ես որ մենք ունեցել ենք մարդիկ, մենք չենք նմանակում, բայց մարդիկ են եղել լուրջ։ Խոսացել ենք իրաց մասին, ինչ-որ բան ենք ասում, ինչ-որ բան ենք քննարկել, ինչ-որ լուրջ զանգել, աղբեր կխնդրում եմ էլի, մենք աշխատում ենք, մեր անունը չլինի աղբեր, ինչ է։ Ասում ենք ընկեր ջան, դուք հոգեկան հիվանդ չեք, ասենք լավ, դու հանրային մարդ ես։ Անկախ ամեն ինչից, մեր մոտ էլ, բայց շատ քիչ ավելի մեր մոտ լում։ Ես այդտեղ ես չեմ տենում, օրինակ նեղացնող չի, որ նմանակում են անում։ Ես ընկերներ ունեմ, մեկ-մեկ իմ ձևերն անում են բան տենց։ Կատակոյինը դուր է գալի խնդում եմ, ես է իրանց հետ եմ խնդում, բայց որ իմ համար միշտ հարցական է, էլի եմ ասում, ես սիրում եմ, երբ որ Սամվել Բաղդասյանը փոքր վաղտ ավելի էլի։ Սամվել Բաղդասյանը Վազգեն Սարգսյանի դիմացը կանգնեց, իր ձևներ անում, այո։ Նմանակում անում էր։ Վանոն էլ էր այնտեղ Վանոյի ձևերներ անում։ Ես այդ այնց էի սիրում այդ ռուբրիկան, այն որ ինքը բաներ անում, պրիտոմ ասեմ Տեր-Պետրոսյանի մասով մի հատ վատ կատակ ուներ շատ, որպես տենց վրոդի ու պրիտոմ Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ։ Բանը Դոն Կորլևոնե։ Դոն Կորլևոնե։ Շատ ուժեղ։ Բայց ասում է իրան։ Բանով նստած։ Բայց դու ճոգում ես Չեխի Կորլևոնե։ Հա, բարձր։ Այդ մարդուն ասում էին Կորեն ժամանակ։ Հա, Կորլևոնե։ Կորլևոնե։ Հա, Դվայնոյ խաղ Կորլևոնեի հետ համ։ Հա, իր բանով էլի։ Բայց ինչ է, լավ բրծավ ամեն ինչ։ Չէ, ոչ մի խնդրեմ չեղավ, այսինքն իրականում այսինքն չգիտեմ իրականում եղել է, բայց օրելներ մեզ չի, հա։ Այսինքն կային այդ ժամանակվա բաները, հումորները, նմանակումները, ես հիշում եմ մեծ Սամվել Բաղդասյանն ամենաշատը։ Ու շատ էի սիրում, ես այդ բաները, հատկապես այդ նախագահների բաների պաս Սաղինը շատ լավ էր անում։ Ու հետո նաև հայտնի իրոք տեսանյութ կա, որտեղ Վազգենն նստած իրանց այդ խնջույքները մշտական են, չէ՞ եղել։ Վազգենն Վանոն անդեղ բանման ու հերթով Սաղի ձևերը անում է։ Ու իմ մոտ միշտ հարցական եղել մարդիկ, որոնք նեղվում են, որ իրանց ձևը անում են։ Մի բան հիշում ես Ռամզան Կադիրովի ձևերը անում էր Միշա Գալուսյանը։ Ուտեղ էլ կար, չէ՞, տենց խոսակցություն, որ Ռամզանը էսա բռնելու է, այս կոմենկոմ, այն դրա անունը չեմ ուզում տամարա, այդ Յախքի անունը հիշեցի։ Կոլոթովոն անում էր Ծառուկյանի ձևերը։ Էլի ասում։ Բայց նայած ոնց անես, էլի պիտի գծերը չհատես, էլի։ Հիմա ես վստահ եմ, հիմա եթե Ծառուկյանի ձևը մեկը նենց անի, որ Ծառուկյանին վիրավորի, պրոբլեմ կա։ Բայց վիրավորելը ո՞րն է վազը, այսինքն Արա դե պատկերացրու, ասենք նենց բաներ ասի, վերագրի։ Չեմ ասում դու ասա նենց, ինչ որ։ Չեմ ուզում հիմա ես ասեմ։ Էլի ես ասեմ։ Վերտուն առնջին մոտիկա։ Ասենք, չէ, նկատի ունեմ ապեր դե կարող եմ այդ նենց բան անես, ասենք, որ այդ մարդու ինչ ասենք իրան դու, ես չգիտեմ ասենք նենց բան, որը ինքը համարի իր համար վիրավորական, ասենք գնաց, չգիտեմ, Յանի մեկին վեկալմա տալիս է առույցները ուտեն, ես չգիտեմ ինչ ասենք, այս իրան վարքաբեկող ինչ որ մեր հայերի մեջ մտածա ոչ թե նմանակել, պարոդիա, ծաղրել չէ, բարկա, տնազ, հա, տնազ։ Բայց ծաղր չլինի էլի մեջ աղբեր։ Կամ ասենք այդ հա ձևեր որ աննաս որ տենց է քայլում, ինքը գիտի որ տենց է, չէ՞ քայլում, ասենք ակնհայտ է որ իրավար գատովի շոր չկա, պիտի սա կարես ասենք։ Ու որ ինքը տես քայլում, ապա այդ ինքը դրա կար չեղանա, բայց եթե սկսես բաներ խոսալ, վերագրելով դա իրան, որից ինքը կարա նեղվի, ասենք այդ ինքը ստացի, որ ինքը ոչ թե նրան նեղվում է նրանից թե ոնց ես դու իրան, այլ բովանդակությունը, որը դու իրա շուրթերով հրամցնում ես։ Հիմա գանք Արամի այն ասացին, որ Արամն ասում էր, որ օրինակի համար անում է Նիկոլի ձևերը, մարդիկ բան են անում։ Չեն խորանում որտեղ վրա, չեն խորանում, որտեղ ինքը մտնում է այդ թեմայի մեջ, իրանք չեն խորանում, ասում են ախպեր ջան, դու ես մեր մարդուն բան մի արա։ Նույնն էլ իդեպ կարող լինի լուբոյ ուրիշ մարդու վերաբերել, պրոստե այս մեկի հանդեպ տենց ավելի բան է։ Արի չմտնենք այդ քաղաքական դաշտ։ Ես գիտես ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ, քանի որ Արձականցյանից շատ լավ վստահկաներ արեցիր, մեր լսարանին ստատիկի շնորհավորելով հաջողություն կամ չգիտեմ, հաջողություն ասել Տիգրան Արձականցյանի
ձևով։ Հայտնի վիդեոկար։ Մի բան էլ ասեմ, էդի ուզում ասում ասել։ Քրիստոս հարյավ եւ մեռելոց, օրիգինալ հարությունը Քրիստոս։ Հա։ Չէ, էդի չէ, մի հատ կա, որ հաստատ սարքած է, որ ասում են շնորհավոր սեպտեմբերի 1, հա, ինչ որ այդպես մի հատ վիդեո կար, չէ, Արզականցյանը։ Կարող ես բանը կար, որ Շնորհավորում եմ Գարնան առաջի օրը սեպտեմբերի 1-ը։ Այդտենց վիդեո կա։ Էդի սարքած է։ հա 100%-ով սարքած է, էլի։ Իսկ հա կարա ինչ որ բաներ, հիմա ես Գարուն աշուն կարա տեսականորեն խառնի, էդի նենցա որ Չի ասի կարող բայց մի Ոսկի մեջ։ Գույնը դեղինը գարունինը, դες ես կանաչ աշունինը դեղինը, գույների հա կարա։ Դե կնախ գիտես ձմեր չասենք, մի Եսյանյանյան չգիտես էլի։ Չէ, բայց Արզականցյանը իրականում ասեմ։ Ինքը կոլորիտի անշար բանի ես մեջ է։ ասում եմ։ Կոպիտ ասած, եթե ինքը այդ իր պերսոնաժին նաև գումարվեր, որ ինքը վնաս է տալիս, օրինակի համար պետությանը, ինչ որ բան է, ասեիր հա, բայց չէ ախպեր այդ մարդը անշար բաներ է պատմում, օրինակ մեր մոտ եկել էր բաներ էր պատմում, լուրջ եմ ասում, անկեղծ, որ ես օրինակ չէի հավատա կյանքում, որ ինքը այդ կպատմեր եթերով, ինքը պատմում էր ախպեր, անկեղծ պատմում էր այդ մարդը։ Չէ, լավ եթեր էր։ Համ լավ եթեր էր, համ բաներ, բայց իրականում ուզում եմ ասեմ նշչելի, որ մարդիկ կա, որոնք կեղտոտ կենթանիներ են։ Այս մարդը անշարը մի էլ ասում է Քրիստոս հարյավ եւ մեռելոց օրինալ է հարությունը կբի էդի ես մեռել էի դրա վրա բայց հիմա այդ մարդը տես պատահական խնդրեմ ունի մի ասենք գնաց է կանգնել են բանի տակ ասում եմ չեմ ասում որտե եմ որ դերետից բացուցանակը որտե բայց մարդը պետք է նաեւ սամաիրոնիա ունենա էլի ինքն իր վրա ծիծաղելու բան ունենա այդ շատ կարևոր է ամենակարևոր բանն է հիմա հումորիստերն ստենդափերները շեշտը դնում են սամաիրոնիայի վրա Տենց է։ Էդի լավ բան է, բայց որ բոլորը ունենան, արդեն բոլորին կհասկանան ու արդեն Էլ կա, արդեն տարօրինակ չի։ Համերաշխիքն ու տարօրինակ չի լինի։ Արի մենք մեր մասով ասենք, որ մենք շատ շնորհակալ ենք, որ վերջինը քո խոսքը էլի լինի, Արզականցյանից հետո հետ չգանք։ Ընկերներ, շատ շնորհակալություն, որ մեզ հետ մնացիք այսքան ժամանակ, շատ շնորհակալություն լայքերի, կոմենտների, բոլոր աջակցությունների համար։ Մենք իմնեմնի շրջանակներում արդեն կհանդիպենք չորեքշաբթի Մինչ այդ հետևեք մեր մյուս նախագծերին եւ լավ եղեք, որքան դա հնարավոր է։ Իսկ փակումը կանի Արամ Մանուկյան, Տիգրան Արզականցյանի ոճով։ Դրանից հետո բարի գիշեր։ Թողեք իմ վրա էլի։ Հա, թողին քո վրա։ Սիրելի հայրենակիցի բարեկամներ, պարոն ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորի զատիկը, ցուկր վստելու օրը, անեսվոր բարի գիշեր, ուրախ տարի։